Հնդկաստանի Ուտար Պրադեշ նահանգում և Թուրքիայում մոլեգնած հզոր փոթորիկները դարձել են մասշտաբային ողբերգության պատճառ։ Հնդկաստանում աղետի հետևանքով զոհվել է շուրջ 90 մարդ, վնասվել են տասնյակ տներ և անկել է ավելի քան 100 գլուխ կենդանի։ Թուրքիայում ուժգին քամին խլել է 1 մարդու կյանք, ևս 40-ը ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ։ Երկու երկրներում էլ արձանագրվել են ծառերի տապալման և շինությունների փլուզման դեպքեր, ինչը հանգեցրել է լրջագույն նյութական կորուստների։ Թուրքիայի հյուսիսում գտնվող Սասուն նահանգը հայտնվել է ավերիչ ջրհեղեղների ջիրաններում։ Հորդառատ անձրևների պատճառով Հավզա շրջանի գետը դուրս է եկել ափերից։ Տարերքի հետևանքով ողողվել են քաղաքային փողոցները։ Տասնյակ մեքենաներ անցել են ջրի տակ, իսկ առնվազն 12 մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ։ Աղետը չի սահմանափակվել միայն մեկ նահանգով։ Վատ եղանակից լրջորեն տուժել են նաև մայրաքաղաք Անկարան, Բոլուն, Չանքըրին և հարակից այլ շրջաններ։ Թուրքական լրատվամիջոցները հայտնում են զգալի նյութական վնասների և ենթակառուցվածքների խաթարման մասին։ Վրաստանի Գարդաբանի շրջանում տեղի ունեցած սարսափելի ավտովթարի հետևանքով 7 ադրբեջանցի է մահացել։ Ըստ նախնական տվյալների, բարձր արագությամբ ընթացող BMW մակնիշի մեքենան բախվել է ծառին, ինչի արդյունքում 5 հոգի տեղում մահացել են, իսկ ևս 2-ը ավելի ուշ հիվանդանոցում։ Զոհվածների թվում եղբայրներ կան, որոնք տեղի Բիրլիկ գյուղի բնակիչներ էին, իսկ մյուսները Սագարեջոյի տարածաշրջանից։ Վրաստանի ներքին գործերի նախարարությունն արդեն սկսել է քննություն, պարզելու ողբերգական միջադեպի բոլոր հանգամանքները։ Հարկ է նշել, որ Գարդաբանի շրջանը Վրաստանում ադրբեջանցիների հոծ բնակության հիմնական վայրերից մեկն է։